Դուք մարդու գենետիկայից ոնց որ չեք ուզում հեռանալ եւ ուսումնասիրել եք ձեր ԴՆԹ-ն։ Այո։ Ինչու որոշեցիք նման քայլի դիմել։ Գիտեք, դա շուտվանից ես ուզում եմ այդ քայլի գնալ, որովհետեւ ինձ շատ հետաքրքրել է իմ ցակումը, այդպես ասած, որովհետեւ հայրիկս ծնվել է Հայաստանում, Երևանում, բայց ծնողները տեղափոխվել են Ռուսաստանից, Ուկրաինայից, տեղափոխվել են Երևան։ Հայրիկս ծնվել է այստեղ Երևանում, իսկ մայրիկս Վրաստանի հայ էր։ Այսինքն տարբեր գեներ այդպես հավաքվել են, միացել են իրար ու ինձ հետաքրքիր էր ինչ հետաքրքիր գեներ կան, ինչ ազգություններ կան իմ մեջ, որովհետև դա ոնց որ լինելով գենետիկ ես չէի կարող այդ հետազոտության համար չուղարկի իմ նյութը։ Այդպես մի քանի տարի առաջ էր, որ ուղարկեցի ամերիկյան 23 եւ ես, այդպես 23andMe։ Այդտեղ եմ ուղարկել, 3 շաբաթ հետո ստանում եմ պատասխանը իմ մեյլին, շնորհավորում ենք, դուք ունեք 1500 ԴՆԹ բարեկամներ ամբողջ աշխարհում։ Ես շատ ուրախացա, բացեցի իմեջը ու այդտեղ արդեն ամեն ինչ ոնց որ պարզ եղավ։ Ուրեմն իմ մեջ ներառված են 7 տարբեր ազգությունների գեներ։ Դա հիմնականը դա հայկական, վրացական, ռուսական, ուկրաինական, որոնց մասին ես գիտեի, նաև կան լեհական, պարսկական եւ 0.3% այն տոկոսն է, որ ինձ բավարարեց, որպեսզի ես շահեմ այդ պրոյեկտը։ Դա հրեական 0.3%-ն էր։